Պարոն Հակոբյան, մենք վերջին շաբաթներին կրկին նկատում ենք եկեղեցու դեմ քարոզչության ակտիվացում, նոր հոգևորականների ձերբակալություն, այդ թվում նաև Արագածոտնի թևի առաջնորդ շատերը պնդում են, որ Փաշինյանը այս արարով վերջնական փուլ է մտնում եկեղեցու դեմ իր պլանավորած արշավանքը, ինչ կասեք այսպես։ Բարև ձեզ, իմ պատկերացմամբ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հասկացել է, որ պառակտման իր գործիքները չեն աշխատում այլևս, այսինքն նախկին եւ ներկա այդ խոսույթը արդյունավետ չէ, այդ իսկ պատճառով նրան պետք է պառակտման նոր ուղղություն եւ հաշվի առնելով այն փաստը, որ հայ Սուրբ եկեղեցին միակ ինստիտուտն է, որի շուրջ հայերը համախմբված են, միակ ինստիտուտն է, որը դեռ ծառայում է իբրև ուժեղ հենասյուն մեր ազգի եւ հանրության համար, որոշել է իր կեղտոտ թեզաբանությունը եւ տեխնոլոգիաները մուտք անել այս ուղղությամբ։ Մենք ակնհայտ քաղաքական հետապնդումներ ենք տեսնում, սրբապղծություն ենք տեսնում, բոլորս ականատես ենք լինում երկակի ստանդարտների եւ սելեկտիվ արդարադատության, տեսնում ենք, երբ ՔՊ-ի հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթներ են նախաձեռնվում, այս մարտիկ կամ առհասարակ քրեակատվական հիմնարկներ չեն հասնում, կամ նույնիսկ եթե հասնում են, երբ որ լրահոսում այդ ճնշումը անցնում է, խափանման միջոցը փոխվում է, դրանից հետո ուղղակի ծածկադմփոց են անում եւ գործը փակվում է։ Միքայել Սրբազանի վերաբերյալ քաղաքական հետապնդումը իմ պատկերացմամբ Հայաստանի անկախ պատմության ամենախայտառակ կետերից մեկն է։ Միքայել Սրբազանի իր կեցվածքով, իր տեսակով, թե որպես տղամարդ, թե որպես հայ, թե առավել եւս որպես հոգեվորական օրինակ է մեր ազգի համար։ Նիկոլ Փաշինյանը շատ քաջ գիտակցում է, որ նման վեհ անձի շուրջ կարող է լինել հանրային քաղաքական կոնսոլիդացիա, այդ իսկ պատճառով նրան պահում է բանտում։ Նույնը կարող եմ ասել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, նույնը կարող եմ ասել Սրբազան պայքարի ժողովրդի վերաբերյալ, որ այս մարդկանց մտցնելով բանտ Նիկոլ Փաշինյանը ուղղակի բոլորին ակնարկում է, որ խելոք մնացեք, ինձ համար օրենք քրեադատավարական որևէ բան չկա, որը ինձ կարող է սահմանափակել իմ գործողությունների, իմ բռնաճնշումների մեջ, բոլորին կհասցնեմ բանտ եւ կվերընտրվեմ։ Նաեւ այս վերջի շրջանում, այս վերջի 2 շաբաթվա ընթացքում մենք եւս մեկ նոր բան ենք նկատում, որը կրկին ռեպրեսիա է, որը Նիկոլ Փաշինյանի սիրած Եվրոպայի կարծիքով եւս օրինախախտում է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն նույնիսկ փաստաբանները, այն մարդիկ, ովքեր որ օրենքով լիազորված են պաշտպանել մարդկանց դատարանում, իրենք հայտնվում են դատարանում իբրև մեղադրյալ եւ հայտնվում են վերջում կալանավայրում։ Մենք ունենք Կոչուբաևի դեպքը, նաեւ Գյումրիի այս ռեպրեսիաների օրին նկատեցինք, որ փաստաբան Ռուբենը Մխիթարյանը, ով գնացել էր կանգնել էր ցուցարարների շարքերում եւ ձեռքերը պարզել էր վերև, ի նշան խաղաղության, ի նշան նրա, որ նա ուզում է հանդարտություն բերի այդտեղ։ Այդ մարդը այսօր կալանավայրում է եւ մենք ունենք բազում դեպքեր, Տիգրան Ավինյանը իր գողացած $60 միլիոն անիվից բանտում չէ, մենք ունենք Հանրապետություն կուսակցության թաղապետով 10 հոգով հարձակվեցին եւ ծեծեցին բլոգերի, որը ուղղակի ցույց էր տալի կոռուպցիա, եւս չի հայտնվել բանտում։ Մենք ունենք բազում քրեական գործեր բացված քաղաքապետարանում կոռուպցիայի վերաբերյալ եւ այս գործերը բոլորը ուղղակի դրվում են միտեղ, եթե հանգարց տվյալ անձինք որոշեն ընդդիմադիր կեցվածք ստանալ, վստահ եմ այդ դրանից հետո մեկ օրվա ընթացքում այդ մարդիկ կհայտնվեն կալանավայրում, քանի իրանք աջակցում են ԿՊ-ին, իրանք ազատության մեջ։ Գառնանը, երբ Գյումրիում իրենք պարտվեցին, ընդդիմադիրները վստահ էին, որ իշխանությունները չեն մարսի այս պարտությունը եւ ամեն բան կանեն, որպեսզի ժողովրդի կամքը առոչինչ դարձնեն եւ եկավ այդ օրը կալանավորեցին Գյումրու քաղաքապետին, որին եթե անկեղծ գործող քաղաքապետի կողմնակիցը չենք, բայց ժողովրդի հիմա դա էր ընտրել, ժողովրդի կամքը դա էր։ Քրեական գործ հարուցեցին, ինչ-որ ձայնագրություններ են հրապարակել, ձայնագրությունները այդքան էլ վստահություն չեն ներշնչում, բայց որն է ուղերձը այս, բացի նրանից, որ իբրև թե փորձում են մարդկանց համոզել, որ կոռուպցիայի դեմ են պայքարում, չնայած կոռուպցիայի դեմ պայքարում են, բայց ANIF-ի հիմնադրամի տասնյակ միլիոնավոր դոլարներ մսխացները բանտերում չեն, բացի դրանից, այդ քարոզչական ինչ ուղերձ են հղում ընդդիմությանը ձեր գնահատմամբ։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի տեխնոլոգները հակահայ են, բայց շատ պրոֆեսիոնալ են, որովհետև բան, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից պատահական չէ, պետք է նաև ֆիքսել այն փաստը, որ հենց Վաղարշաբաթի ընտրությունների ընթരാճ այս ամենը տեղի ունեցավ, սրանով Նիկոլ Փաշինյանը մեսիջ է ուղում ընդդիմադիրներին, որ եթե հանկարծ ընտրվեք դառնաք ընդդիմադիր համայնքապետ, ձեր տեղը լինելու է կամ Չոբանքյարայում կամ, չգիտեմ, Սովետաշենում։ Եվս մեկ շատ մեծ մանիպուլյացիա կա ԿՊ-ականների կողմից եւ երբ մեզ փորձում են ասել, որ
Վարդան Ղուկասյանը մեր ընտրածն է կամ մեր քաղաքապետն է, առաջինը նա չի կարող մեր քաղաքապետը լինել, որովհետև մենք Երևանում ենք, նա գյումրեցիների քաղաքապետն է, գյումրեցիների արդար ընտրված քաղաքապետն է եւ օրինակ մենք չենք սատարել Վարդան Ղուկասյանին, մենք ունեցել ենք առաջնային խնդիր Գյումրիում ԿՊ-ին իշխանազրկել եւ ամենասկզբից հայտարարել ենք, որ մենք ունենք մեր տեխնացուն, սակայն ընդդիմադիր տեխնացուների շարքում ով կստանա առավելագույն քվեն, նա էլ կդառնա միասնական ընդդիմության տեխնացուն եւ համայնքապետը։ Ձայնագրությունների տաղանդը գործող վարչախմբի բոլորս գիտենք, ինչպես են նրանք կարողանում մարդկանց գաղտնալսել, հետո մոնտաժել եւ դրանից ստանալ անցակազմ։ Այս ամենը պարզ ռեպրեսիա է եւ ճնշում է, ի վերջո սա ուղիղ առաջնային մանդատի դեմ ռեպրեսիա է, այսինքն որպեսզի քաղաքացիները հասկանան, որ նույնիսկ եթե գնան եւ ընտրեն ընդդիմադիրների, իրենց ընդդիմադիր ընտրածը հայտնվելու է բանտում եւ պետք է մի բան ֆիքսել, որ անկախ այն խոսույթից, որ ունի ԿՊ-ն այսօր, մենք արդեն ունենք 3-4 դեպք, որտեղ որ մենք տեսնում ենք, որ թիմ ընտրություններում ԿՊ-ն ջախջախվում է, Վանաձորում ընտրվեց ընդդիմադիր համայնքապետ, կալանավորվեց, Բարաքյարում ընտրվեց ընդդիմադիր քաղաքապետ, սպանվեց, Երևանում Տիգրան Ավինյանը չհավաքեց մեծամասնություն, բայց իրենց ամեն ինչ հայոյող միավորից մանդատ գողանալով ձևավորեցին մեծամասնություն եւ այսօր զբաղված են կաշառակերությամբ եւ մեր քաղաքը վերածել են փոշու ու քարի քաղաք եւ այս ամեն ինչը ուղղակի նախապատրաստական աշխատանք է հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը, դրա համար ինքը կարիք չունի ձևացնելու, որ ինքը ժողովրդավար է, նա գործելու է բոլոր ճանապարհներով ցանկացած գործիքակազմով, որպիսի վախեցնի ընդդիմադիր զանգվածին եւ վերարտադրվի, որովհետեւ նա հասկանում է, եթե նա չվերարտադրվեց, Հայաստանը մնալու է, իսկ ինքը դատվելու է։ Աղար շաբաթում եւս սկսվեց նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում է նաեւ Հայաստան կուսակցությունը, ընդդիմադիր այլ ուժեր եւս մասնակցում են, ինչպես է գնահատում վաղ շաբաթում իրավիճակը եւ ինչ ակնկալիք ունեք այդ քննության հարցում։ Իրավիճակը բավականին դրական եմ գնահատում, երեք մենք սկսեցինք քարոզարշավը, մենք ունենք շատ մեծ փորձ ունեցող համայնքապետեր նախկինում, որոնք հիմա մեր ցուցակի առաջի համարներում են, նաեւ այդ փորձառությունը շատ սիրուն միքսել են երիտասարդների հետ եւ մեկ ակնկալում ենք վաղաշաբաթցիների վստահությունը, առնվազն պետք է գործի Գյումրի մոդելը, այսինքն պետք է միասնական լինի ընդդիմությունը, բոլորը աշխատեն միայն ԿՊ-ի դեմ եւ 3-4 ընդդիմադիր միավորները վերջում կրկին տեսնեն թե ով է ստացել վաղաշաբաթցիների քվեի առավելագույնը, միավորվեն եւ վռնդենք սատանիստների կուսակցությունը մեր սուրբ քաղաքից։ ԿՊ-ի պարտությունը ամենահավանականն է համարում։ Այո, ԿՊ-ի պարտությունը ամենահավանականն է համարում, ինչու՞։ Կա երկու պատճառ, ունենք Գյումրի սիտուացիան, որ տեսել են, որ քաղաքացիները արդեն այտենց հեշտ չեն մանիպուլացվում եւ հասկանում են, որ եթե բերում են Սարիկ Մինասյան կամ Արգիշտի Մեխակյան, իրանք այլևս անձինք չեն, իրանք Նիկոլի կամակատարներն են եւ վաղարշաբաթին պետք է շատ ստույգ գիտակցի, որ ընտրելով ԿՊ-ին նա կողմ է եկեղեցու դեմ գրոհին, նա կողմ է Միքայել Սրբազանի եւ մնացած սրբազանների հանցագործ լինելուն, նա կողմ է փաստաբաններին հանցագործ լինելուն եւ նա կողմ է, որպեսզի իրենց քաղաքում տեղի ունենան այն բոլոր ապօրինի թանկացումները, որոնք մենք այսօր ցավոք սրտի ունենք Երևանում։